Աշխարհի ամենահին մարտարվեստներից ու մարզաձևերից մեկը սուսերամարտն է։ Մարդկության պատմության ընթացքը, հաղթանակն ու պարտությունը դարեր շարունակ կախված են եղել սուսերից։ Ասպետներն ու հրացանակիրները, անգլոսաքսերն ու հայկական բարձրավանդակի հնաբնակները բոլորն էլ տիրապետել են սուսերի արվեստին ու հենց այդ զենքով պաշտպանել հայրենի հողը ու պարտության մատնել թշնամուն։ Սեփական փորձովի թիմը մեկնում է սուսերամարտի դպրոց ուսումնասիրելու ու ներկայացնելու ամենագեղեցիկ ու մահացու արվեստներից մեկը։ Մեզանից շատերը, բոլորը երևի թե տեսել են հանրահայտ ֆիլմը, կարդացել են հանրահայտ գիրքը Ալեքսանդր Դյումայի 3 հրացանակիրները։ Կային ժամանակներ, որ տղամարդը առանց սուսերի չէր համարվում տղամարդ։ Այս թողարկմանը ինչպես դառնալ սուսերամարտիկ։ Սեփական փորձով ուսումնասիրում ու մասնագիտանում է հրացանակիրների արվեստում, որոնք են սուսերների հիմնական տեսակներն ու դրանց տարբերությունները։ Ատրճանակի նման են որնում, տարբերություն կա անգամ սուսերների աչի եւ ձախի միջև։ Ինչու են սուսերամարտիկները կրում մեկ ձեռնոց, որն է զրահաբաճկոնն ու սաղավարտը։ Всё, եկար։ Ինչպես բռնել սուսերը, որ դիրքով կանգնել ու ոնց խոցել հակառակորդին դուելում հաղթելու համար։ Սուսերով պար, սեփական փորձով։ Բարև Արտաշես ջան, ես Տիգրան Նեմզարյան, ինչպես կարելի է դառնալ սուսերամարտիկ Հայաստանում։ Ամենասկզբից մենք պետք է մի հատ փորձնական վարժություններ ստուգելու համար ձեր ճկունությունը, ջարդությունը, առավելշահությունը։ Խնդիրը հետևելն է, որ փոքրիկ քննություն պետք է անցնենք մարմնի ճկունության մասին է խոսքը գնալու, որ դրանից հետո միայն դրանից հետո պարզ կարող է լինել, ես կարող եմ դառնալ սուսերամարտիկ, թե ոչ։ Պարզվում է, մինչև սուսերը ձեռքը վերցնելը հարկավոր է քննություն հանձնել։ Մի շարք վարժությունների միջոցով մարզիչները որոշում են, կարող է դիմողը զբաղվել սուսերամարտով, թե ոչ։ Հարկավոր է վազել, ցատկել ու հրվել տեղից։ Վարժությունները պատահական չեն ընտրված, յուրաքանչյուրը կրկնում է սուսերամարտի շարժումն։ Սուսերամարտիկի կեցվածք ընդունելն ու այդպես կանգնած մնալը հեշտ չէ։ Գործն ավելի է բարդանում նրանով, որ ես ոտքով ձախլիկ եմ, իսկ ձեռքով աչլիկ, բայց միևնույն ժամանակ մարմնի նման կոմբինացիան առավելություն է տալիս մրցակցի նկատմամբ, քանի որ նա չի կարողանում կողմնորոշվել մենամարտում է ձախլիկի, թե աչլիկի հետ։ Միանգամից ոչ մեկի մոտ չի ստացվում, որովհետև սա այն դիրքն է, որ դու առօրյա կյանքում այսպիսի կեցված չես ընդունում։ Բնականաբար հիմա եւ ոտքեր կա սկսելու ցավալ, որտեղ հարմար չի։ Հիմա եթե ձախ ենք նստում, ուրեմն կեցվածքը սուսերամարտում բոլոր զենքաձևերում համարյա նույնն է։ Ուղղակի մի թեթև տարբերություն կարող է լինի զենքաձևերի միջև, ելնելով նրանց առանձնահատկությունից, որտեղ թրասուսերում այնտեղ հարվածում են, ճկասուսերում խոցում են անում, մի խոսքով։ Սուսերամարտի կեցվածքը ուրեմն սկզբնական շրջանում այսպես կանգնում ենք երկու ոտքով, մի ոտքը դնում ենք առաջ եւ երկու ոտքի վրա հավասարաչափ փոքր կքանիստ ենք անում։ Ահա, սա։ Ոտքերը պետք է բացված լինեն 90 աստիճանի անկյան տակ, մեջքն էլ ուղիղ դրան գումարած պետք է կքանստել մի փոքր։ Բոլոր քայլերը, խոցումներն ու շարժումները պետք է անել հենց այս ու միայն այս դիրքով։ Մի ձեռքը պետք է մի փոքր ցալված ու կախված լինի, իսկ մյուսով որոշակի թեքությամբ պետք է բռնել սուսերը։ Քանի որ դա էլ եմ կարողանում, գնում ենք մարզադահլիճ ու սկսում ծանոթանալ սուսերի գործածությանը։
14 մետր երկարությամբ մարտուղու վրա է որոշվում հաղթողը, այն մետաղական է ու մասամբ հենց դրա օգնությամբ է հասկանալի դառնում, թե ով ու երբ խոցեց հակառակորդին։ Մենամարտն էլ սկսվում է մարտուղու կենտրոնից, սակայն մինչև սկսելը մրցակիցները ասպետի նման ու հրացանակիրների պես ողջունում են միմյանց։ Մարզիկներից մեկը այստեղ է կանգնում այս գծի մոտ, մյուսը կանգնում է այս գծի։ Հաջորդ գծի։ Եվ այստեղից մրցավարի հրանգից հետո սկսում է մենամարտը։ Եթե սուսերամարտիկը այս գծից ետ է կանգնում, մրցավարը կանգնեցնում է մենամարտը եւ տուգանային միավոր գրանցում մրցակցի հաշվին։ Ընդհանրապես սուսերամարտը բաժանվում է 3 հիմնական ճյուղի՝ ճկասուսեր, թրասուսեր ու խոցասուսեր։ 3 ձևերում էլ տարբեր են եւ կանգնելու, եւ խոցելու, եւ հարվածելու կանոնները։ Ու բացի այդ կան անհատական մարտեր, դուելներ ու թիմային մենամարտեր։ Որպես կանոն 3 կամ 5 խոցումներ։ Ճկասուսերը դա ռապիրանա, Ճկվող սուսերն է, խոցասուսերը դա շպագանա, խոցելու համար է, թրասուսերն սաբլյան։ Մարզիչի խորհրդով ու հորդորով սկսում ենք ճկասուսերից։ Մի փոքր տարօրինակ է սովորական սուսերի բռնակ տեսնելու փոխարեն հայտնաբերել ատրճանականման բռնակը, բայց մարզիչն ասում է, որ ամեն ինչն է մտածված ու այս բռնակը մի քանի անգամ ավելի հարմար է ու հեշտ գործածելի։ Պիստոլետ է կոչվում սա, այս կոպիտատը պիստոլետի նման է զբռնում, էլի այս։ ատրճանակի նման ենք բռնում, տարբերություն կա անգամ սուսերների աչի եւ ձախի միջև, այսինքն եթե սուսերամարտիկը աչլիկ է, նրա բռնելու բռնակը, հա, այս տեսքն ունի, եթե նա ձախլիկ է, ապա ունի, ահա, այս տեսքը։ Խոցումների ժամանակ թևը մինչև վերջ ու ուղիղ պետք է բացել, որ հարվածը հասնի մրցակցին։ Դրանից հետո հարկավոր է ձեռքը հետ բերել, ինչպես սուսերամարտիկներն են ասում, ելման դիրք ու պատրաստ լինել խոցումը հանելուն։ Պաշտպանվելու 9 դիրք կա, որոնցից հիմնականում օգտագործվում են 5-ը։ Դու կարող ես յուրաքանչյուր շարժում անել կանոններին համապատասխան։ Հա, կարևորը որ կանոններին հակառակորդին համապատասխան լինի։ խափես, ուճապի մատնես կամ կես շարժումով ու կատարես այն գործողությունը, որ կարողանաս հետո նրան խոցում տալ։ Մարզումները սկսում ենք կեցվածքից, այսինքն նախ պետք է սովորեն մարտուղու վրա ճիշտ կանգնել, որից հետո սուսերաքայլով առաջ գնալ։ Գուցե գեղեցիկ, բայց հավատացնում եմ, այնքան էլ դյուրին չէ։ Հայլ առաջ, 1 ու 2 ու պետք է լինենք մենք անընդհատ կեցվածքում, այդ խորը վիճակում։ Այն տարածությունը ոտքերի միջև որ կա, յուրաքանչյուր քայլից հետո պետք է պահպանվի, ոչ թե քայլերի ժամանակ ստեղից գա սարքեն սխալա։ Եվ քայլ հետ նույն ձևի կեցվածքում խորը նստած, անում ենք 1, բայց պետք է խորը նստենք, իսկ անսովոր դի կալնելու մի քիչ մանավանդ չկարողացա ցավել։ Ոչ, 1, ասա քայլ հետ։ Շատ ես պատակում ուստերից շատ չեն խոցումի այս դիքից խոցումի ժամանակ այս պետք է ձերքս բուտմատը ստեղ պետք է սա չի մենամարտի ժամանակում կարող է սենց խոցումի անես ես կարող եմ բայց սկսնակը որ սկսում է ճիշտ խոցում կատարելու համար այս սա է դրա համար մենք ունենք թիրախներ պատիվը որը որ սկսում ենք թիրախի վրա աշխատել խոցումներ հիմա դու արդեն կծակես թիրախին Մարտուղու վրա տեղաշարժվելու գաղտնիքները յուրացնելուց հետո է միայն, որ մարզիչը տալիս է թրասուսերն ու բացատրում սկզբունքները։ Բնականաբար սկզբում չի ստացվում ճիշտ խոցումը, սակայն պարապմունքների ու մարզումների միջոցով հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։ Ինչպես ու ոնց է պետք խոցել թիրախը։ Ձերքը պետք է լինի ուղիղ, հավասար։ Որն է թրասուսերի առավելությունն ու ինչ տեսակի սուսերներով են մենամարտել հրացանակիրները։ Սուսերով պար, սեփական փորձով։
Մենք սեփական փորձով ուսումնասիրում ենք ու սովորում սուսերով կռվել։ Արդեն հանձնել եմ նախնական քննությունն ու յուրացրել սուսերաքայլը։ Մարզիչն ասում է, որ ժամանակն է անցնել թիրախների խոցմանը։ Սա ամենակարևոր պարապմունքներից է։ Հատուկ թիրախների վրա պետք է սովորեմ խոցման ճիշտ տարբերակը։ Եթե ճիշտ չխոցեմ, նախ մրցավարը չի հաշվի միավորը ու երկրորդ մրցակցին հնարավորություն կտամ ճիշտ խոցում կատարել։ Հենց այս թիրախների վրա է, որ պետք է սովորեմ խոցահարել։ Այս սա է։ Ձերքը պետք է լինի ուղիղ, հավասար։ Այս դեպը դիզգաս։ Այս դիրքում պիտի ձեռքը, ես կանգնած կարողանում եմ դա անել, բայց ձեռքը պիտի ուղիղ լինի, ոչ թե բարձր, ոչ թե ցածր, այլ ուղիղ։ Հետո պետք է քաջում։ Մոտավորապես այս շարժումը, բայց այս մոտ չի ստացվում, այս շարժումը դեռ չի ստացվում։ Անհատական դասերի ժամանակն է, որտեղ պետք է հատուկ սաղավարտ կրեմ, որ չվնասեմ։ Դեմքս ուսուցիչը ինձ սպասում է արդեն։ Ժամանակն է, որ հագնեմ զրահաբաճկոնն ու սաղավարտը։ Ձեռնոցը միայն մեկն է ու պետք է կրել այն ձեռքին, որով բռնելու եմ սուսերը։ Նախ այն չի թողնում, որ ձեռքը վնասվի ու բացի այդ, ձեռնոցով ավելի հարմար է բռնել ատրճանականման բռնակը։ Հատուկ էլեկտրալարերն անցնում են բաճկոնի տակից ու ամբողջ մարմնի վրայով։ Հենց դրա օգնությամբ են գրանցվում խոցումները։ Եթե սուսերի սայրը դիպչում է մրցակցի զրահաբաճկոնին, կարմիր լույսն է վառվում ու ավտոմատ հաշիվը ավելանում է։ Մնացած բոլոր դեպքերում վառվում է սպիտակ լույսը, որը մարզիկներին հուշում է ձախ ուղղված խոցման մասին։ Բոլոր միջազգային մրցաշարերում դատավարական process-ը կամ երբ որ դատավարը փորձում է բան բացատրել, միայն ֆրանսերեն լեզվով։ Երկար տարիներ սուսեր կրելը պատիվ էր ու վերապահված էր միայն ազնվազար մայրերին։ Ալեքսանդր Դյումայի 3 հրացանակիրներն ու Դարտանյանը 4-ն էին նրանցից, ովքեր մարտնչում էին հանուն թագավորի ու ճշմարտության ու գնում մինչև վերջ սուսերն ու պատիվը չկորցնելու համար։
Համաշխարհային գրականությունն ու ֆիլմերի մեծ մասն ուղեկցվել եւ ուղեկցվում է Սուսերամարտի տեսարաններով։ Արթուր արքայից մինչև Կարիբյան ծովահեններ, արքայազն Համլետից մինչև Զորրոն, բոլորն էլ տիրապետում էին սուսերի արվեստին։ Ասպետական առաքինությամբ ու հրացանակրի ոգով եւ մեր խնդրանքով մարզիչը համաձայնում է բացառիկ մարզում անցկացնել վայրի պայմաններում ու անառիկ ժայռերի վրա, որից հետո մի քանի սուսերներով պետք է մենամարտենք Սևանի ափին ու ավազների վրա։ Ինչ է պետք իմանալ ժայռերի կատարներին ու անանցանալի վայրերում մենամարտելու համար։ 1, 2, 3 Որն է մարզչի ամենակարևոր խորհուրդն ու ինչպես պետք է քայլել ծերպերի վրա։ Սուսերով պար, սեփական փորձով։ Մենք սեփական փորձով սովորում ենք սուսերամարտ։ Սուսերամարտի դպրոցում ու լավագույն մարզիչներից մեկի օգնությամբ սերտել ենք մարզաձևի հիմունքները, սովորել ենք քայլել ու խոցել թիրախները։ Ընդառաջելով մեր խնդրանքին, մարզիչը համաձայնել է բացառիկ պարապմունքներ անցկացնել վայրի բնության գրկում ու էքստրեմալ պայմաններում։ 1, 2, 3 այս է 1, 2, 3 Այժմ չկան ու օրենքով էլ չեն թույլատրվում դուելները, սակայն կար ժամանակ, որ նետված ձեռնոցը պետք էր վերցնել եւ ասպետի պատիվը պահել դեմ առ դեմ մարտում սուսերի օգնությամբ։ 2, 3 Սխալվեցի ես։ 2 կարամ սաբրնեմ, կարամ ստեղից սանեմ։ Չկան մրցումներ, որ սուսերամարտիկը միայնակ պայքարի մեկից ավելի մրցակցի դեմ, սակայն սուսերի կատարյալ տիրապետելու դեպքում հնարավոր է մարտնչել 4-5 մարդու դեմ, ինչպես հանրահայտ ֆիլմերում։ Հարվածներից ամենագեղեցիկն ու ազդեցիկը արտանգով հարձակումն է։ Սուսերամարտիկը գրեթե մեկ ոտքի վրա ծնկի է իջնում, առաջ մղելով սուսերը։ Հենց այս հարվածը կամ խոցումն է կոչվում արտանգով։ Ագնա, всё, եկար։ Կանգնան, եկար։ 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 Ահա։ Ահա։ Ոչ թե հարվածի ուժգնությունն է կարևոր, այլ դիպուկությունը։ Հնարավոր է ուժեղ հարվածել, բայց որպես կանոն նման հարվածները շեղ են անցնում։ Դա է պատճառը, որ մարզիչը մանրակրկիտ բացատրում է հարվածների ու խոցումների շարժումները։ Խփում նորից գլխի, խփի բաց։ 1, 2, 3, հիմա ստեղից եկա 4, խփի 4, 4, 4, խփի 5, 1, 2, 3, 4, ես պետք է խփեի դուր, խառնիր իրար, ոչինչ։ Այնքան էլ էս չի։ Որքան թվում է առաջի հայացքից, որ հենց ամենաբան սուսերը վերցնում ես ու փորձենք։ Արիներ ապրի։ Երեք տեսակի սուսերների մեջ կա մեկ էական տարբերություն։ Թրասուսերով անհնար է խոցել, հարկավոր է միայն հարվածներ հասցնել, իսկ ճկասուսերով ու խոցասուսերով էլ ընդհակառակը անհնար է հարվածել, պետք է խոցել։ 2 շաբաթ ու ամեն օր ես ու մարզիչը բարձրանում ենք ժայռեր մարզվելու համար։ Իհարկե մարզադպրոցի սաները պարապմունքներ չեն անցկացնում ժայռերի վրա, սակայն այս վայրերում ավելի լավ ես հասկանում ու ըմբռնում ասպետների ու հրացանակիրների մտածելակերպն ու կենսաձևը։ Վերջապես եկավ այն պահը, որ ես պետք է մենամարտեմ մարզիչիս հետ։ Ամեն ինչ արված էր այս մեկ մենամարտի համար։ Մտքումս կրկնում եմ շարժումներն ու միայն լճի ալեբախությունն է, որ ինձ ետ է բերում իրականություն։ Հանդիպում ենք ուղիղ կեսօրին ու Սևանա լճի արևելյան ափին։
Շնորհակալություն Արտաշես ջան, որ ինձ շատ կարճ ժամանակահատվածում կարողացաք գոնե սովորացնել Սուսերամարտի տարրական կանոնները։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իմ ու մարզչի մենամարտն ավարտվում է 4 խոցումով։ 2 անգամ ինձ են խոցում, 2 անգամ ես։ Արդյունքում ոչ ոքի, բայց մինչև 19-րդ դարը դուելը չէր կարող ավարտվել հաշտությամբ։ Մեկը պետք է մահանար ու իմաստն էլ հենց դա է։ Միայն այդ ճանապարհով ու մահվան ելքով էր որոշվում հաղթողն ու կերտվում պատմությունը այնքան ժամանակ, մինչև որ դուելներն արգելվեցին օրենքով։